Նոր չափորոշիչի ներդրումից հետո կրթության ոլորտի ծախսերը էականորեն աճել են, ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածների, ըստ ծրագրերի և միջոցառումների 2021 թվականին ուղղվել է կրթության ոլորտին 157,4 միլիարդ դրամ, 2022 թվականին ուղղվել է 180,9 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 15%-ով, 2023 թվականին ուղղվել է 198,3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9,6%-ով, իսկ 2024 թվականին ուղղվել է 316,8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 59,7%-ով, որը տվյալ ժամանակաշրջանի ամենամեծ աճն է։ Հետազոտությունները իրականացնում ենք նախ տվյալների հավաքագրմամբ, պետական բյուջեի հավելվածներից դուրս ենք բերում կրթության ոլորտին ուղղված տվյալները, այնուհետև կատարում ենք հետազոտություններ, հարաբերում ենք իրար նախորդ հաջորդին, ստանում ենք աճը, թե նախորդ տարի ինչքանով է աճել։ Աճը պայմանավորված է նրանով, որովհետև 2024 թվականին ավելացել է մեկ ծրագիր, ակադեմիական քաղաքի ստեղծում ծրագիրը, նաև մյուս ծրագրերին ուղղված ֆինանսավորումները նույնպես աճել են։ Հանրակրթության ծրագրին ուղղված բյուջեն նույնպես աճել է, 2021 թվականին ուղղվել է 99,4 միլիարդ դրամ, 2022 թվականին 103,1 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3,7%-ով, 2023 թվականին ուղղվել է 115,3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11,8%-ով, իսկ 2024 թվականին արդեն ուղղվել է 121,9 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,7%-ով։ Կրթության ոլորտի ծրագրերի գերակշիռ մասը հիմնականում ուղղվել է հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթությանը, բարձրագույն և հետբուհական կրթությանը, գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրերին, կրթության որակի ապահովմանը, 2024 թվականից նաև հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրին։ Կրթության ոլորտի ծրագրերի գերակշիռ մասը ուղղվել է հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական կրթության, կրթության որակի ապահովման, հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրերին, ինչպես նաև ակադեմիական քաղաքի ստեղծումը 2025 թվականից, ինչպես նշեցի, հանրակրթության հետ կապված իրականացվում է ընդհանուր հանրակրթություն, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթության միջոցառումները, նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում միջոցառումը, աջակցություններ աշակերտներին և ուսուցիչներին, ինչպես նաև վերապատրաստումներ, որոնք ուղղված են ուսուցիչների մասնագիտական որակի ավելացմանը, որպես կրթության բյուջեի երիտասարդ մասնագետ այս ցուցանիշները գնահատում եմ լավ, քանի որ թե կրթության ոլորտի ծրագրերում և թե հանրակրթության միջոցառումներում իրականացվել է բարեփոխումներ, սակայն պետք է նշեմ, որ այս բարեփոխումները պետք է շարունակական լինեն։ Ուզում եմ նշել մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են հիմնականում կրթության որակի զարգացմանը, դրանք են դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացումը, 2023 թվականից մասնակցություն սովորողների միջազգային գնահատման ծրագրին (PISA)-ին, ինչպես նաև ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ, բացառությամբ մաթեմատիկայի ուսուցիչների վարձատրությունների բարձրացման միջոցառմանը։ Նշեմ, որ տվյալ ժամանակահատվածում 2021-ից 2024 թվականներին մեծ ուշադրություն է հատկացվում ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանը կամավոր և տարակարգ ատեստավորումների միջոցով։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ 2021-ից 2023 թվականներին սական ֆինանսավորում ստացել է ազգային երկու առարկայի ներդրում միջոցառումը, որը 2024 թվականից արդեն դադարել է ստանալ ֆինանսավորում, իսկ ՀՀ Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչների հավելավճարի միջոցառումը 2025 թվականից դադարել է ստանալ ֆինանսավորում։ Ի տարբերություն 2024 թվականի, փոխհատուցում ՀՀ հեռավոր սահմանամերձ բնակավայրերում պետական դպրոցների մանկավարժներին ուղղված ֆինանսավորումը 2025
2015 թվականին աճել է 3.5 անգամ։ ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանու միջոցառումը 2024 թվականին 4.8 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ և ուղղվել է 2.2 միլիարդ դրամ։